Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները, իսկ հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի է լարվում, իսկ ինտրիգներն հասնում են ուղղակի գագաթնակետին։ Աննան որոշում է այցելել քրոջ Ֆորթուն և բնականաբար Անան որևէ հետին միտք չունի, այլ ցանկանում է ավելի մոտիկից ճանաչել նրան ու շփվել, բայց նրան հոր տանը, որտեղ ապրում է նաև Արամը, սպասվում էր հետաքրքիր անակնկալ, և հավանաբար այդ տունը ոչ էլ Բագրատին է պատկանում, այլ Սոսին։ Երբ Արամին զանգահարում է Սոսը, բնականաբար Աննան ճանաչում է Սոսի ձայնը։ Իհարկե, հեռուստադիտողները մի փոքր տարօրինակ են գտնում, որ այսքան տարիներ անց Աննան կարող էր ճանաչել Սոսի ձայնը, բայց միևնույն է, նա ճանաչում է։ Հարազատ մարդու ձայնը տարիների ընթացքում էլ հնչում է մարդու ականջներում։ Բնականաբար նա բացատրություն է պահանջելու բոլորից, առաջին հերթին Անետից։ Նա գալիս է Անետի մոտ ու պահանջում ճշմարտությունը, չէ՞ որ ինչպես Արամն է պնդում, նրա տատիկն ու մայրը պնդում են, որ նա ավելի շատ իր հորն է նման, իսկ Արամի տատիկը հենց Անետն է, այսինքն Անետն այսքան ժամանակ Աննայից թաքցրել է ճշմարտությունը։ Ինչ արձագանք կտա Աննան այս ամենին, արդյոք կների Անետին, ով այսքան տարիներ բնակվելով իր տանը թաքցրել է այս ճշմարտությունը, որը կարող է կյանքեր փոխել։ Ինչևէ, զարգացումները դեռ առջևում են, իսկ հեռուստադիտողները հիացած են Արամի կերպարը մարմնավորող դերասան Էրիկ Կրբաշյանի խաղով, իսկ եթե դեռ չեք դիտել մեր նախորդ տեսանյութը, որը պատմում է դերասանի մասին, ապա բաց մի թողեք այդ հնարավորությունը, մեր ալիքում կգտնեք բացառիկ տեսանյութ, որը պատմում է դերասանի մասին։ Իսկ հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, ինչպես է վարվելու Միքայելը Հենրիի ու Անգելինայի հետ, և արդյոք նա Հենրիին ուղարկելու է երկրից դուրս, որպեսզի հեռու մնա Անգելինայից, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ դեռ նրանք վայելում են իրենց սերը հոգու խորքում մեծ կասկածներով։ Իսկ այժմ դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, որը շատ հետաքրքիր է ու ձեզ կպատմի հաջորդ սերիաների մասին։ Ողջույն սիրելիներ, ուրեմն հիմա տիկնիկայինում եմ, խաղում եմ ներկայացում, որից հետո ժամը 3-ին գնալու եմ գանգստերի փորձին, դրամատիկական, հետո ժամը 5-ին Չաոյի փորձն այլի դրամատիկական և ժամը 7-ին խաղում ենք Չաո ներկայացումը։ Մի փոքր վատ առողջ եմ, որը կարծում եմ այս գրաֆիկի մեջ չի հասցնի շատ զարգանա ու ստիպված կզիջի իր տեղը առողջությանը, որովհետև չի կարելի այս գրաֆիկով լինել վատ առողջ, ուղղակի իրավունք չունես, և վերջ։ Այսքանը գնացի մուտքի եմ։ Всё։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջիվան ռեստորանի տնօրինությանը շատ ճիշտ ծննդյան արարողություն կազմակերպելու համար։ Արդեն երկրորդ անգամն է, որ որոշում եմ այնտեղ անցկացնել ծննդյանս արարողությունը և չեմ փոշմանել։ Ինչու՞։ Որովհետև ասել հրաշալի սպասարկող անձնակազմ կնշանակի ոչինչ չասել։ Ասել աննկարագրելի համեղ ճաշատեսակներ կրկին կնշանակի ոչինչ չասել։ Փայլուն գեղեցիկ դրական մթնոլորտ, գեղեցիկ ճաշակով կատարումներ, ամեն բան կազմակերպվում է շատ ճիշտ և քո ցանկությամբ։ Ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել, որ երրորդ ծննդյանս արարողությունը կրկին այդտեղ եմ կազմակերպելու, որովհետև ես Ջիվան ռեստորան նկարահանման եմ գալի ու մեր հրաշք օպերատորը սուրճ հյուրասիրեց քաղցր կինդեր գիտեք ինչ հրաշք անձնավորություն է ու ընդհանրապես բոլորի ինչ հրաշք անձնավորությունները ասա ես էլ եմ էտ արի տեքստանց քեզ էլ եմ հյուրասիրել մասը սենց թողեմ թե բանան եմ Ինչա Հա, լից գլխի լավ չի չես
Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Ես չեմ կարող այս բանի իմ շնորհակալությունը չհայտնել ձեզ, որ մշտապես պահում եք մեզ ձեր ուշադրության կիզակետում, որ ապահովում եք բարձր դիտողականություն YouTube-յան ալիքում։ Անհավանական թվեր ենք մենք գրանցում շնորհիվ ձեզ, շնորհիվ ձեր սիրո։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ստեղծել մի արտադրանք, որի միջոցով դուք օրվա ընթացքում երեկոյան 37-ից 38-39 րոպե կարողանում եք կտրվել ձեր առօրյա հոգսերից եւ լցվել եւ պարուրվել սիրով։ Եվ հենց դա է պատճառը, որ մեր նախագծի հիմքում ընկած է սերը։ Այո, սերը փրկողակ է, սերը իսկապես օգնում է մարդուն կյանքին նայել միանգամայն այլ աչքերով։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, միանգամայն այլ աչքերով, եւ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, նրանք ուղղակի չեն կարող չլինել բարի, չեն կարող չլինել դերական, չեն կարող չլինել կամեցող։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ մեր հերոսասերիալը սիրվել է, շնորհակալ եմ, որ մեր հերոսները վայելում են ձեր սերն ու համակրանքը եւ կասեմ մի բան, որ այո, պետք է շատ սիրեք, այդ սիրո մեջ պետք է լինեք համեստ, զուսպ, որովհետեւ համեստությունն ինքնին սեր է եւ համեստությունն ինքնին գեղեցկություն է։ Սիրո մասին պետք չէ շատ աղմկել, որովհետեւ սիրո մասին կարող են խոսել ձեր աչքերը։ Սիրո մասին պետք է լռել եւ լուր վայելել այն ամենն ինչ կա, որովհետեւ բարգեշտությունը, զսպվածությունը, համեստությունը միշտ հաղթանակ է ապահովում յուրաքանչյուր հարցում։ Լավ եղեք։ Բայց իրականում մի հարց ունեմ։ Այդ որ անընդհատ ասում եք Հենրին հանգիստ թող, մտնում եք նկարներից տակ գրում եք ու վիդեոներից Հենրի գումարած Անգելինա, Հենրին հանգիստ թող, չես տեսնում, քեզ չի սիրում, տենց բաներ եք գրում։ Հիմա հարցս։ Այ օրինակ, ում հետ եք պատկերացնում իմ յանիչկային որպես զույգ։ Ես հիմա կթողնեմ մի քանի տարբերակ, դուք ասում եք ձեր տարբերակը, թե ում եք պատկերացնում Յանայի կողքին, ասեմ իմանաք, ով որ հաղթի, նրան անհանգստացնելու։ Մի հատ նայեք ում հանդիպել Յանան, Գորին։ Գորինով մոլորվել է ու տաքսիստա։ Մի րոպե հարց ունեմ։ Հապա։ Ինչ օրինակ կուզեք այսենց զույգ լինի։ Թե ասենք Յանային ում կողքն եք պատկերացնում, մի հատ ուզում եմ գրեք իմանամ, էլի։ Ասում եք Հենրին հանգիստ թող, ասեք թե հանգիստ թողեցի, բա հետո մնամ մենակ։ Ում անհանգստացնեմ։ Ում անհանգստացնեմ, լավ։ Լավ, մենք ճանապարհ ենք Անդրանիկին, հետո կմիանանք։